Նախկինների ու ներկաների բախումը Սիրիայում, բողոքի ակցիաներ, հարձակումներ, կրակոցներ ու զոհեր։ Սիրիայում կրքերը չեն հանդարտվում անգամ իշխանափոխությունից հետո։ Երկրի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին աջակցող զինված խմբավորումները Ջեբլա քաղաքի Արվարձանում հարձակվել են երկրի ներկա վարչակազմի անվտանգության ուժերի անցակետի վրա։ Բողոքի ցույցեր են սկսվել Տարտուսում և Լաթաքիայում, լսվել են կրակոցներ։ Ըստ Ալ Ջազիրայի, ցուցարարները դարանակալել են Լաթաքիայի շրջակայքում և սպանել նոր կառավարության անվտանգության աշխատակիցներին։ Զոհերի թվի մասին հակասական տեղեկություններ կան, մինչև 70 զոհի մասին է հաղորդվում է մինչև 70 զոհի մասին։ Սիրիայի նոր իշխանությունը Իդլիբից, Համայից, Հոմսից և Հալեպից ուժեր է ուղարկել երկրի ափամերձ շրջաններ։ Ըստ լրատվամիջոցների, ցուցարարների թվում կան սիրիացի հրամանատար գնդապետ Հուսեյն Ալ-Հասանի կողմնակիցները։ Վիճակը լարվել է հատկապես Լաթաքիայում։ Ամեն բան հասավ նրան, որ Սիրիայի նոր իշխանությունը որոշեց ժամը 22-ից մինչև մարտի 7-ը ժամը 10-ը Տարտուսում պարետային ժամ մտցնել։ Արդեն առավոտյան սիրիական բանակի ստորաբաժանումները ձերբակալել են Լաթաքիայում Ասադի զինված կողմնակիցներին։ Իրենց հերթին էլ Սիրիայի նոր կառավարության և երկրի նոր ղեկավար Ալ-Շաարայի կողմնակիցները Ջաբալ քաղաքում հավաքվել են հաջորդություն երկրի նոր իշխանության։ Սիրիայում ստեղծված վիճակին անդրադարձել է նաև Կրեմլը։ Պեսկովի խոսքով Սիրիայում տեղակայված ռուս զինվորականների անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։ Մեր զինծառայողների անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։ Ընդհանուր առմամբ ես չէի մեկնաբանի գործողությունների այս ընթացքը, քանի որ մանրամասները մեզ հայտնի չեն։ Վիճակը դեռևս չի հանդարտվել։ Լաթաքիայում ապրող հայերի խոսքով քաղաքում այս պահին հոսանք չկա։ Վիճակը շարունակում է մնալ լարված։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։